97%-ով գործիքը ասում է, որ գեներացված լուսանկարի պատկերի հետ գործ ունենք ու կլասիֆիկացված է որպես fake։ Մարիամ Իսրայելյան անունով այն օգտատիրոջ լուսանկարն ենք ստուգում, որն իբր դիմել է դիվանագիտական ծառայության, բայց չի ընդունվել, քանի որ հավատարիմ մնալով հայրենասիրությանը հրաժարվել է ընդունել քննող հանձնաժողովի հակառակ պնդումները Լեռնային Ղարաբաղի մասին, որի պատճառով էլ ստացել ցածր միավորներ։ Ալեքսանդր Մարտիրոսյանի մասնագիտական աչքով, անզեն աչքով էլ պարզ է արհեստական բանականությամբ է ստեղծված, բայց մեկ այլ գործիքի էլ դիմեցինք պարզելու արդյոք իրականության մեջ կա այսպիսի նկար։ Ոչինչ չբերեց, որովհետև ոչ մի արդյունք։ Հիմա գրառումը ստուգենք, չնայած միտքը անհասկանալի է շարադրված։ Կոնկրետ այս գրառման պարագայում ցույց է տալիս, որ 99.38%-ով գեներացված է արհեստական բանականության կողմից։ Տեքստում չի ասվում, թե երբ եւ ուր է դիմել, միայն նշում է դիվանագիտական ծառայության համար, արտգործնախարարության մամուլի քարտուղարն արձագանքում է։ Դիվանագիտական ծառայությունը համալրելու համար գործող երկու մեխանիզմների դիվանագիտական դպրոցի խողովակով եւ արտգործնախարարության արտաքին մրցույթի շրջանակներում առնվազն 2020 թվականից ի վեր Մարիամ Իսրայելյան անուն ազգանունով դիմորդ պարզապես չի եղել։ Իր գրառման տարածողները հետաքրքիր է, որ ամենաառաջին ցույց է տալիս Գուրգեն Սիմոնյանին, որովհետև երևի ամենաշատ engagement-ն է ունեցել էլի տարածման արդյունքում։ Գրառումից ժամեր անց է կիսվել ու դրանից հետո այն վիրուսային տարածվել է, թե կեղծ, թե իրական օգտահաշիվներով հայրենասիրական մեկնաբանությունների հեղեղեր։ Սա է իսկական հայի տեսակը, ազգը գոյատևել է այսպիսի նվիրյալների շնորհիվ եւ այլն։ Սա հիբրիդային հարձակում է։ Բարդ է ասել է, բայց կարող է նման տարեր պարունակել ելնելով նրանից, որ այս օգտատերը շատ հետաքրքիր տարբեր թեմաների է գտնում, Արցախի, զինվորականության, հայրենիքի, արժեքների մասին են բոլոր գրառումները, բայց որ կարդում ես չես հասկանում վերջը իր ասելիքը որն է։ Ստուգող գործիքներին դիմելուց առաջ պետք է պարզապես օգտատիրոջ էջը մտնել, հորդորում է փորձագետը, գլխավոր նկարից մինչև առաջին հրապարակում։ Գլխավոր նկարը իրական նկար է, բնականաբար, բայց մենք չգիտենք արդյոք պրոֆիլի սեփականատիրոջ նկարն է, թե ցանցից վերցված որևէ մեկի իրական նկար է։ Ամբողջ պրոֆիլում մենք չենք հանդիպում իրական նկարների, դրանք հիմնականում արհեստական բանականությամբ են գեներացված, նույն սկզբունքով, հա, Շուշի եկեղեցու ֆոնին, այս նույն աղջիկն է, երբ որ լավ ներքև ենք իջնում պրոֆիլով, որպեսզի հասկանանք երբ է առաջին նկարը դրվել, տեսնում ենք, որ դա եղել է 25 թվականի ապրիլ ամսին, սկզբում պասիվ է եղել, բայց հետո շատ տարբեր իրարից բավականին տարբեր գրառումներ է արել այս պրոֆիլի սեփականատերը, սկզբում երեխաներին ինչ-որ հայոց լեզվի հետ կապված, հայրենասիրության հետ կապված ծրագրի մասին գրառում է արել, հետո միանգամից անցնում է զինվորական թեմայի ու էլի հուզական ֆոնով գրառումներ է անում, հետո ինչ-որ պահից չինարենի դասընթացների առաջարկ է անում, որ ինքը իր չինարենը իդեալական ավարտել է, հիմա պատրաստ է երեխաներին դասավանդել։ Հետո ծաղիկների նկարներ են կից, պարզապես արժեք 4000 դրամ, 5000 դրամ եւ կտրուկ անցում դիվանագիտական ծառայության։ Մեկնաբանություններից հասկանում ենք, որ որևէ հարազատ մեկը, ընկեր, ընտանիքի անդամ, բարեկամ մեկնաբանություն չի թողել, ինչը մի քիչ բնորոշ չէ, էլի իրական։ Հիմնականում ովքեր որ թողել են, իրանք դուքով են խոսում։ Իր մասին տվյալներում անգամ, բացի ծննդյան օր տարեթվից, այլ տեղեկություն նշված չէ։ Չափից շատ են կեղծ տեղեկությունները գեներացված արհեստական բանականության կողմից, ֆիշինգային նամակները, որոնք ավելի, եթե նախկինում շատ ակնհայտ էին, որ տառասխալներով, մտքային սխալներով նամակներ ենք ստանում, հիմա իդեալական եւ պատկերներ ենք ստանում եւ տեքստեր ենք ստանում, դրա համար մեծ գումարներ էլ պետք չեն, էլի, subscription-ներ $100-անոց, $150-անոց, որոնցով կարելի է լիքը բովանդակություն սարքել։ Բայց այսպիսի պարզունակ կեղծիքները պարզելու գործիքներ շատ կան, անընդհատ թարմանում են, փոխվում։ Ես օրինակ այս պահին, որ ցուցադրեցի ու օգտագործեցի, կոչվում է Zero GPT, ինքը առանձին այստեղ ենթաբաժիններ ունի տեքստի ստուգման համար, պատկերի ստուգման համար, պլագիատիզմի ստուգման համար, հա։ Անվճար է։
Գործիքը անվճար է։ Նաև շեշտում է, այսօրվա ստուգող գործիքը 1-2 շաբաթից կարող է ակտուալ չլինել, քանի որ արհեստական բանականությունը զուգահեռ զարգացնում է իր գործիքները։ Դրա համար մեր օրերում ցանկացած գրառման հավատալուց, կիսվելուց առաջ կարևոր է հեղինակի աղբյուրի տվյալները էջը ուսումնասիրելը։ Իրնամ Կրչյան, Արման Թովմասյան, լուրեր։